Ես կետկարացի եմ, Բայց բանը որտեղ եք ապրել, որ ինքը ձեր տնօրենն է։ Իստանբուլ։ Հա։ Այս կողմի պատմել։ Սուրբ Կիրակոս եկեղեցին կառուցվել է 14-րդ դարում, 1776 թվականին։ Բավական երկար ժամանակ տեղեկություն չկար, թե երբ է կառուցվել եկեղեցին, հետագայում արխիվներից արդեն որփրելով գտել են, ուրեմն եւ արդեն հայտնի է դա։ Մինչև 1980 թվականը եկեղեցին եղել է գործող եկեղեցի եւ պատկանել է պատրիարքարանին։ Հետագայում փլուզվեց ուրեմն կտուրը, հա, առաստաղը փլուզվեց եւ ուրեմն այդ ժամանակվանից չգործեց մինչև 3-4 տարի առաջ։ Ուրեմն այդ ժամանակահատվածում ուղղակի էլի նորից պատկանում էր պատրիարքանին տարածքը, հսկվում էր, Արամն էր հսկում այստեղ օր ու գիշեր, բերել են մի հատ բուտկա էին դրել, ինքը իր ընտանիքով տեղափոխվել այստեղ էր ապրում ու դատարկ ամայի եկեղեցու տարածքը իրանք փորձում էին պահել։ Այն կողմի վրա մի սենյակ կար, այնտեղ, որտեղ եկեղեցու ամբողջ այդ սրբի ունեցվածքը դրել էին եւ նաեւ ուրեմն Աստվածաշունչ, շատ հին Աստվածաշունչ։ Դա մինչեւ հիմա այստեղ համոզված եմ կա, որովհետեւ ինչքան մենք գալիս էինք, ինքը բացում էր, նայում էինք ու տեսնում էինք դա։ Ուրեմն հետագայում արդեն պատրիարքարանը որոշեց, որ պիտի վերականգնի, դիմեց ամբողջ Թուրքում ապրող հայերին, որ նրանք ովքեր կարող են օգնել, օգնեն։ Եվ բավական շատ մարդիկ, ովքեր Դիարբեքիրից էին արմատներով, օգնեցին։ Ասեմ, որ բավական մեծ գումար այս եկեղեցու վերանորոգման համար տվել է մեր Հայաստանի ուրեմն Մարիոթ հյուրանոցի փայատերից մեկը Նշան Աթանեսյանը։ Սա ուղղակի Այստեղացի է։ Այո, Դիարբեքիրցի է, ամենամեծ գումարը որպես անհատ բարերար այս եկեղեցու վերականգնման համար ինքն է տվել եւ դա բոլորին հայտնի է այստեղ։ Ինքը նաեւ շատ մոտ ընկերն է Աթեշյանի։ Նշան Աթանեսյան, քանի որ Դիարբեքիրցի էր, դրա համար բավական մոտ 1.5-2 միլիոն դոլար փող է տվել ինքը։ Չնայած եկեղեցու վերականգնման համար շատ ավելի մեծ գումար էր պահանջվում ու ուրեմն բայց այդ գումարը էլի բարեգործական բաներով հավաքեցին։ Հետագայում երբ որ արդեն գումարը պակասում էր,
Դիարբեկիրի նախկին քաղաքապետը տվեց, բայց արդեն պարտքով, որպեսի հետո հետ վերադարձնել։ Ու հիմա եկեղեցին պատրիարքարանը կամաց փակում է ուրեմն այստեղի Դիարբեկիրի քաղաքապետարանին ունեցած իր պարտքը։ Էզով։ Ուրեմն եկեղեցում ամեն տարի արդեն արվում է պատարագ, այն սկզբի տարիներին մի 2-3 տարի արեցին հոկտեմբերի 3-րդ շաբաթը պատարագը, որպես Սուրբ Կիրակոսի օր, հա, բայց տեսան, որ Աղթամարի Սուրբ Խաչին ավելի շատ մարդիկ են գնում, քան գալիս են այստեղ, ինչի, որովհետև Դիարբեկիրի եկեղեցին անտեսված է եղել բավական երկար ժամանակ, այնքան անտեսված, որ ժամանակը երբ կառուցվել է այնքան եկեղեցի ստացել դառներ, ուրեմն չեն հետագայում ու որոշեցին, որ դա վերեն որոշեն իրարից մեկ երկու օր արդեն հիմա արդեն անցած տարվանի սեպտեմբերի առաջին շաբաթը լինում է առաջին լինում է երկու օր հետո, մեկ օր հանդի, որի ժողովուրդը կարողանում ասել Դիարբեկի եւ մյուս օրը արդեն Սուրբ Կիրակոսի պատարագի օրը, որպեսզի ընդդեմ ժողովուրդը գա նաեւ այստեղ պատարագի հաստատվել է եւ դրել է իր ուրեմն անունով քաղաքը։ Հետագայում արդեն դարձել Դիարբեկիր։ Ուրեմն տեսեք ասեմ, հայ ժողովուրդը Դիարբեկիրը շփոթում է իսկական Տիգրանակերտի հետ։ Դա ուղղակի շփոթում են։ Ինչի, որովհետեւ այստեղից ընդամենը 50 կիլոմետր հեռավորության վրա կա ուրեմն Սիլվան քաղաքը, հիմիկվա անունն է Սիլվան, որը նախկինում եղել է Տիգրանակերտ։ Եվ այնտեղ պահպանվում են մինչև այսօր Տիգրան Մեծի ժամանակվա կառուցած աշտարակներն ու պարիսպները, քաղաքի իհարկե մի մասը հատվածներ են մնացել, բայց երկու կոնկրետ աշտարակ արձանագրությունով, բանով ամեն ինչով մինչև հիմա պահպանվում են։ Մարդիկ անոր եղել է Դիարբեկիրի մոտ, դրա համար անմիջապես ասել են, հա, Դիարբեկիրը Տիգրանակերտ եւ դա իրականում
ինչ, հայկական էլեմենտների շատ կա, որտեղ ասել։ Օրինակ այս կամարը հայկական է։ Այս մի քիչ հայկական չի։ Kaç para? Այս մոքին Geliyor. Mesela oradan ben kalsın. Baba 3 lira ver. Dobra.